10 օրում արդեն 4-րդ մահը զինված ուժերում։ Օգոստոսի 24-ի դեպքից, որն ըստ մամուլի տեղի է ունեցել Սիսիանում, պաշտպանության նախարարը ճեպազրույցի ընթացքում տեղյակ չէր։ Պապիկյանն իրեն մեղավոր չի համարում բանակում մահվան թվերի աճի համար։ Ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում, ինչու։ Հայաստանի Հանրապետության պատմության ողջ ընթացքում, բանակի ողջ պատմության ընթացքում դեպքեր ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների եղել են մշտապես։ Վիճակագրությունն է ներկայացնում պաշտպանության նախարարը, վստահեցնելով, որ բանակում զինծառայողների ինքնասպանության դրդելու և սպանության դեպքերը ամենաքիչը եղել են 2025-ին։ 15 թվականին դեպքերի թիվը եղել է 7, բայց 2016 թվականին հավանաբար ապրիլյան պատերազմից հետո ես հոգեբան չեմ, ես չեմ կարող այստեղ գնահատական տալ։ Թիվը դարձել է 19, 17 թվականին թիվը դարձել է 13, սկսել է նվազել, 18 թվականին 12, 19 թվականին 11 դեպք, 20 թվական 10, 21 թվական 10, 22 թվական 8, 23 թվական 9, 24 թվական 11, 25 թվական 2, 26 թվական 8։ Այս թվերում սակայն ներառված չեն զինծառայողների մահվան այլ դեպքեր։ Ըստ Պապիկյանի դեպքերի որոշ մասը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք է, որոշներն էլ քրեական ենթամշակույթի։ Այս հարցին մենք պիտի համակարգային մոտենանք։ Ուզում ենք ապրենք գողական բարքերով։ Այսօր չի եղել, որ բանակում բաղնիքում որ ինչ-որ բան ընկնում է, դրան ձեռք տալ չի կարելի։ Ես չեմ դրա հեղինակը։ Հասկանում եք։ Ես չեմ հեղինակը, որ մարտական դիրքում քնած զինվորը այլևս նրան դիպչել չի կարելի։ Ես չեմ դրա հեղինակը։ Բայց ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք։ Ու ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու ետևից։ Ինչ բարքերով է առաջնորդվել Պապիկյանը, երբ իր զինվորական ծառայության ժամանակ դանակահարել է ծառայակցին, եթե իհարկե ճիշտ է այս տեղեկությունը, հետաքրքրվեցին լրագրողները։ Ես ծառայել եմ ռուսական բանակում, այնտեղ ընդհանրապես գողական բարքեր գոյություն չունեն։ Այնտեղ կան առաջացել երկու ազգության մարդիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Որոշ դեպքերում, այդ թվում նաեւ միջանձնային եւ անձնական հողի վրա անհամաձայնություններ առաջացել են, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հնչած մեղադրանքներին, ես երբևէ նման մեղադրանք չեմ ընդունել։ Դանակահարությամբ եւ այո, ես նման բան չեմ արել։ Իսկ ինչու է նախարարը տարանջատում խաղաղ պայմաններում բանակում մահերի դեպքերը։ Արդյոք տարանջատման նպատակը թվերի նվազեցնելը չէ։ Գործ ունենք տասնյակ հազարավոր անդամներ ունեցող համակարգի հետ, որտեղ ծառայում են 18-ից մինչև 65 եւ ավելի տարիք ունեցող մարդիկ, ասում է Պապիկյանը։ Հիմա դուք երբևէ վիճակագրություն լսել եք X մարդ, հիմա չասեմ, լավ փրկարար ծառայությունում տարեկան քանի հոգի է մահանում, ունեք նման վիճակագրություն։ Չի հայտարարվել դա, մենք պատերազմական երկրում ենք ապրել, այդ վիճակագրությունը զգայուն ա եղել, ամեն տարի այդ վիճակագրությունը ներկայացվել է, բայց նորից եմ ասում, ինչ կապ ունի պաշտպանության նախարարը, եթե մարդը ինֆարկտից մահանում է։ Ինչ կապ ունի գլխավոր շտաբի պետը, եթե մարդը իր մեքենայով վթարվել է։ Իսկ ինչպես է ստացվում, որ ճամբարակում գիշերը զինվորները վազել են ու հայտնվել բեռնատարի տակ։ Պապիկյանն ասում է, քննություն է ընթանում, եթե պատասխանատուներ կան, անպայման պատժվելու են։ Իսկ ռազմական ոստիկանության նորանշանակ պետի ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց. կան կառույցներ, որոնք զբաղվում են նշված հակակոռուպցիոն գործերով։ Եթե այդպիսիք կան ու հիմնավոր են, վստահ է մինչև օրս դրանց մասով կլինեին գործողություններ։ Արամ Հովհաննիսյանին նախարարը ճանաչում է որպես պատվախնդիր սպա, Հայաստանի Հանրապետությանը մշտապես ծառայած մարդ եւ կարծում է, որ որպես ռազմական ոստիկանության պետ նա դեռ կասի իր խոսքը։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։